Փաստացի այսօր մի քանի ժամ առաջ Սահմանադրական դատարանը հաստատեց, որ մենք շարունակելու ենք մնալ քաղբանտարկյալ եւ ես չեմ բարանում նաեւ այդ բառը քաղհալածյալ, որովհետեւ եթե առաջիկա 5 տարիները շարունակելու է քաղաքացիական պայմանագիր ԿՊ-ն պաշտոնավարել, որևէ մեկը երաշխիք չունի, որ նա չի հայտնվելու ճաղերից այն կողմ եւ ինչ որ տարօրինակ հոդվածներով, նույնիսկ ինքն էլ չի իմանալու, թե ինչ հոդված է, այնպես որ դա բացառել մի փոքր անհնար է, որտեղ շատ լավ հիշեցրեցիր, հենց եկեղեցում դպրոցական երեխաների աղոթքի ընթացքում խանգարելը, խոչընդոտելը ու դա այն մարդու կողմից, ով հիշում ես 18-ին հեծանիվով էր շրջում, կարմիր լույսի տակ կանգնում էր, 3 միլիոն վարչապետերի ծառա էր իրեն համարում ու հիմա ու հեռանալու էր, եթե մարդիկ փողոցում դա պահանջեն 500,000 եթե պահանջեն, հետո դառա 600, քիչ-քիչ թվերը բարձրանում են ու նռնակների քանակներ երեխաներին կալանավորում է, խաղաղ ցույցանող քաղաքացիների կալանավորում է, որ այդ տղան աղոթքի ժամանակ չի կենտրոնանում ով է ինչ է եւ դժգոհություն է հայտնում, որ թողեք ես իմ տեղում կանգնած աղոթք անեմ։ Այո, ձեր ախրանիկներով մի հրեք։ Հիմա այս պարագայում 5 տարի ՍԴՄ որոշեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ճշգրիտ է եւ 5 տարի պաշտոնավարելու է։ Բայց արի չկեղծենք, էլի մեր քաղաքացիներն, ովքեր մեզ դիտում են իմ նեմնիմցիների մոտ, մեզ համար անսպասելի է Ժան այս որոշումը։ Ես շոկի մեջ եմ։ Այո, ես Դու մտածում ես այն Սահմանադրական դատարանը, որը ստանալու համար Նիկոլը սահմանադրություններ փոխել կեղծիքներով, մարդիկ, ովքեր իշխանություն են զավթել, ովքեր պատերազմ են կեղծել, ովքեր պատմություն են հիմա ուզում կեղծել, ովքեր մեր ամբողջ ապրածը համարում են ոչնչի համար, մի հատ Սահմանադրական դատարանի որոշում չէին գրելու։ Ես վստահ եմ, որ խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ այդ դատավորը որտես ծանրու թեթև գնացին մի 2-3 օր խորհրդակցական սենյակ, այդ որոշումը գրած դրած է եղել այնտեղ։ Իրանք գիտեն ինչի համար են ընտրվել։ Այդ այն կազմն է, որը ստանալու համար Նիկոլը դատարան էր շրջափակում։ Այո։ Ասում էր իմ ուզած որոշումը չի, շրջափակեք դատարանները եւ մի թողեք դատավորներին։ Ավելին, հենց այս ընտրություններից հետո ինչ էր խոսում դատաիրավական համակարգի խնդիրների, դատավորների իրենց տեղում չլինելու, այսինքն այդ համակարգը համարում էր, որ լիովին չի հարմարեցրել իր հենց սեփական աթոռին։ Դե իրականում սովոր է գիտես մարդկանց օգտագործելու շփոթը։ Հիմա այս պարագայում հավատալ, որ նույնիսկ եթե սկզբունքային լինելով դատավորը օգտվելով այդ հենց օրենքից եւ մնացած բաներից այդ բարձր դատարանի դատավորները պետք է կայացնեին այնպիսի որոշում, որը կհակադրվեր Նիկոլ Փաշինյանի որոշման, մի փոքր զավեշտի է նման։ Դա արդեն հանց գիտես, մարդիկ ովքեր հավատացել են, թույլ տվեք ես իմ գնահատականը ասեմ, խոսքը քաղաքական ուժերի եւ քաղաքական ակտիվությամբ զբաղվող մարդկանց մասին է, ուրեմն հանցավոր ինքնավստահությամբ են զբաղվել, ուղղակի որովհետեւ հնարավոր չէ Նիկոլի ձևավորած ՍԴ-ից, նորից եմ կրկնում, այն ՍԴ-ն, որը բացարձակապես ընտրված է, ձևավորված է Նիկոլի քաղաքացիական պայմանագրի հրահանգավորումներով, իրենք դրա համար են այդտեղ եկել։ Այնպես ինչպես մնացած ինստիտուցիոնալ իմաստով զավթված պետական ապարատը, ինքը շատ լավ գիտի, չէ՞, ինչպես է ծառայեցրել այդ պետական ապարատը։ Այն նույն իր աշխատող Վահագն Հովակիմյանը այնտեղ գնացել է ինչի համար, ընտրական օրենսգիրքը պահպանելու, չէ, գնացել է ապահովելու ձևական իմաստով այն ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Նիկոլին։ Եվ գիտեք, մենք պիտի ինքնախաբեության մեջ չընկնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ից սկսվեց այս աբսուրդը, այս հակաիրավականությունը։ Դա ընդհանրապես մի դրվագն է այն շարունակականության, որը սկսվել է սկիզբը առավ 2018 թվականից, որտեղ պետությունը զավթվել է 2018 թվականի ապրիլի 23-ին։ Եկեք մենք սրանից չխուսափենք ու քանի դեռ մենք ինքներս մեզ շատ պարզ, շատ հստակ մարդիկ, ովքեր ուզում են իրականում պետությունը վերականգնել եւ ազատվել Նիկոլից, չեն ասելու նրա մասին, որ 2026 թվականի հունիսի 7-ի ՍԴ-ի հունիսի 7-ի գործունեության գործընթացի արդյունքում ՍԴ-ի այսօրվա կայացրած որոշմամբ չի սկսվել պետության ուզուրպացիան, այլ դա ընդհանրապես այն արատավոր երևույթի շարունակությունն է, որը թույլ է տրվել, որը չի կարողացել որևէ կերպ մենք հասարակական իմունիտետով չենք կարողացել դրա դեմը առնենք 2018-ին
20-ին, 21-ին, նշանակում է մենք ուրեմն պատրաստ չենք հասկանում, թե ունդեմ ենք պայքարում։ Ու վերջի հունիսի 7-ին ժամը 2-ին գիշերը դեռևս չի սպասել, որ իր աշխատող Վահագն Հովակիմյանը իր հանձնարարությունը կատարի։ Մենք չենք կասկածում, չէ՞ որ առավոտյան 7-ին լիներ թե 10-ին, միևնույնն է լինելու էր Նիկոլի գրած թվերով կայացրած որոշում, բայց ինքը նույնիսկ դրան չի սպասել։ Ինչի, որտեվ իր ծառայամիտ համակարգին ինքը պիտի ցույց տար, որ ինքը շարունակում է ուժով խաբեությամբ, կեղծիքով բռնազավթված պահել իշխանությունը, հետեւաբար մտքներովդ չանցնի աչ ու ձախ գնաք, մտքներովդ չանցնի երերակ ձեր հրամանները կատարելու այդ գործընթացի մեջ։ Սրա մասին էր ընդամենը։ Դրա վառ ապացույց էր նաև հենց նույն Հովակիմյանի հարց ու պատասխանի ընթացքում հնչեցրած մտքերի սնանկությունը, որովհետև ըստ էության ստացվում է, որ նույն Նիկոլ Փաշինյանը չի խնայում իր համար ծառայություններ մատուցողներին, ինքը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ ամենալավ ծառայություն մատուցողին անգամ ծառայությունը ստանալուց հետո օգտագործելու է եւ դեն շպրտի։ Իհարկե դա իրանց խնդիրն է, մենք դրա մեջ ամենևին ցանկություն չունեն, որպեսզի մտնենք, բայց ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր այսօր պատրաստ են այդ իրենց ընդհանուր շահի, լափի կամ չգիտեմ, այդ իշխանազավթումը շարունակելու համար ինչ որ գործողությունների գնալ, Նիկոլը արդեն մի քանի էտապով, մի քանի տասնյակ մարդկանց ուղակի կներեք այս բառի համար, բայց փուրն է տվել։ Ես վստահ եմ, որ ոչ Վահագն Հովակիմյանը, ոչ էլ մեկ այլ մարդ նիկոլական, թույլ տվեք այս բառը օգտագործեմ, չակերտներում իհարկե նիկոլական արդարադատությունից չի խուսափելու։ Քանի որ այդ փուրը տալու թեմայից խոսեցինք, ես Ալեն Սիմոնյանի մասին եմ ուզում նաև խոսենք, փուրը գնացած։ Խանձած խոզի կաշին չկերավ դրա համար պատժվեց։ Վստահ եմ, որ ես էլ երկար ժամանակ մտածում եի, թե ինչ եղավ, էլի, այսպիսի ջանասիրությամբ ծառայելուց հետո ինչի պիտի այս կարգի։ Բայց ինչ ասես կերավ, բայց խոզի կաշին չկերավ։ Հիշում եք, քարոզարշավի ընթացքում իրան այդ խոզի կաշին Նիկոլի խանձած առաջարկեցին, ինքը չկերավ։ Կարծում եմ դրանից է խնդրեմը առաջացել, բայց ամեն դեպքում հանուն արդարության պիտի ասեմ, որ այս ազգային ժողովը էլ նախկինը չի լինելու, որ առաջվանը չի լինի, որտեղ ոչ ես կամ ոչ էլ Աղդամցի Ալենը։ Իսկապես։ Հենց կես կատակ, կես լուրջ, հենց այդ համատեքստով հարց ունեն ձեզ, Ալեքս Բուշկոն է ձեզ հարց տալիս, ուրեմն հարգելի Մկրտչյան ջան, ըստ ձեզ հաջորդ այժմ որակապես փոփոխությունների կենթարկվի։ Մեր խնդրեմը ազգային ժողովի որակը չի եղել, էլի կներեք, ես այդ դիսկուրսի մեջ չմտնեմ, մենք լավ ազգային ժողով ենք ունեցել, վատ 2018 թվականից առաջ ցանկացած քննարկման մեջ պատրաստ եմ ձեզ հետ մտնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները, որտեղ այնտեղ լավի, վատի, որակի, լավ падգամավորի, վատ падգամավորի մասին խոսք կարող էր գնալ, իշխանությունը զավթած երկրում լավի ու վատի մասին չի խոսքը։ Կա զավթած օրենսդիր մարմին, զավթած գործադիր մարմին, չկա իշխանությունների տարանջատում, չկա իրավականություն եւ սահմանադրական կարգ, հետեւաբար ազգային ժողովի որակ գնահատել հնարավոր չի եւ ես նորից կարող եմ ուղղակի իմ օրինակը ասել, որ ես այնտեղ չեմ էլ գնացել իրենց հետ աշխատելու կամ ինչ-որ որակ բարձրացնելու կամ որակ ցույց տալու, իմ նպատակը եղել է սրանց վռնդելը։ Ցավով եւ անկեղծությամբ կարող եմ ասել, որ հաջողության չենք հասել նաեւ այս իմաստով։ Բայց եթե փորձենք ավելի, իհարկե այսօր որպես այդպիսին քաղաքականություն չի իրականացվում, այլ հրահանգ առաջադրանք եւ առաջադրանքի կատարում սկզբունքն է գործում, բայց եթե փորձենք այդ քաղաքական համատեքստով դիտարկենք պաշտոնների այս բաշխվածությունը, ազգային ժողովի նախագահի թեկնածու իհարկե դառնալու է միանշանակ նախագահ Ռուբեն Ռուբինյան, ինչ եմ ասում, որ դառնալու է միանշանակ, որտեվ ՔԼՉ շտապեց շնորհավորել այն նույն ՔԼՉ-ը, ում հետ Ռուբեն Ռուբինյանը բանագնացա, չէ՞, իհարկե դադարեցնում է այդ գործընթացը։ Հիմա փորձենք հասկանալ, սա արդյոք տեղավորվում է այն համատեքստի մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը 4-րդ հանրապետություն է մտնում, արտաքին վեկտոր է փոխում։ Սա տեղավորվում է նրա մեջ, որ Նիկոլ Փաշինյանի տերերը շատ ավելի ներգրաված են լինում այստեղ իշխանության ընդհանուր զավթված պահելու հետ մեկտեղ նաև կադրային քաղաքականության Ռուբեն Ռուբինյանի առավելությունը մնացած Նիկոլին ծառայողներից գիտեք որն է, որ ինքը կրթություն, գիտություն, չգիտեմ, նման ինչ-որ բաներով է զբաղվել իբր Թուրքիայում։ Այ իր առավելությունը մնացածից
մնացած ԿՊԱ-ականներից Նիկոլին ծառայողներից այստեղ է, որտեվ միշտ Նիկոլը նախապատվությունը տալիս է թուրքերին, Էրդողանի գրքին, որը գրկում է երևի տենց էլ քնում է, չի ուզում բաժանվի այդ գրքից։ Նախապատվությունը միշտ թուրքի կողմն է։ Այս սա է իր առավելությունը, ես վստահ եմ, որ այդտեղ վերադասավորումների մասին էլ չեմ ուզում կոնսպիրոլոգիայի մեջ մտնեմ, որտեղ շատ պարզ մի բան կա, այդտեղ բոլորը մարդիկ են, ովքեր շատ վաղուց իրենց անդեմ ու անկարծիք են ներկայացրել, մարդիկ, ովքեր պատրաստ են արդեն ու բազմաթիվ դրվագներով ապացուցել են, որ չունեն հայրենիքի, պետականության, ազգայինի զգացողություն, իրենք շատ հանգիստ իրանց աչքի առած Նիկոլը կարա վարի տա պետությունը, իրենք ձև անեն մի դեպքում, որ չեն հասկանում, մյուս դեպքում էլ ընդհակառակը շատ մեծ ինտուզիազմով աջակցեն այդ ամեն ինչին պաշտոն ստանալու համար։ Մարդկանց համար աթոռը գերակա նպատակ է եւ գերակա այն իմաստով, որ իրենք շատ լավ հասկանում են, այս 8 տարիների ընթացքում արել են ամեն ինչ, որպեսզի Հայաստանի պետականությունը չլինի եւ թուլանա։ Իրենք շատ լավ գիտեն, որ չնայած ինչ ուզում են, ինչքան ուզում են վարչաբենդ երգեն, նվագեն, չգիտեմ ինչ անեն, Հայաստանի քաղաքացիները միևնույն է գիտեն, թե իրենք ինչ են արել։ Գիտեն թե ովքեր են, այո, գիտեն թե ովքեր են դավաճաններ, որ տենց մեծ խոսում են, որ մեզ ախրանիկ պետք չի, մենք առանց ախրանիկ ման կգանք, մենք այս քաղաքում չգիտեմ ով ենք եղել, չգիտեմ այս երկրում ով ենք եղել, իրենք շատ լավ գիտեն, որ չեն կարողանա, որովհետև այն արդարացի անհանդուրժողականությունը, որ իրենք ձևավորել են Հայաստանի քաղաքացիների մոտ, ուղղակի ծախելով մեր հայրենիքը, սպանելով մեր հայրենակիցներին, իրենք շատ լավ գիտեն, որ հնարավորություն չունեն որևէ կերպ իրենց բնականon գործունեությունը շարունակելու։ Այդ դրա համար ամեն ինչ անում են, որպեսզի ուղղակի չլինի Հայաստանի Հանրապետություն, հայկական ազգային պետություն, որ ուղղակի կկանչի իրենց պատասխանատվության։ Բայց այս համատեքստում շատ մեծ հիասթափություն է նկատվում եւ դա գնալով ավելի ուշ գնանում է հասարակության շրջանում, որովհետեւ իսկապես եթե հավատանք նույնիսկ այս թվերին, 5 միլիոնից ավել քաղաքացի ընտրել է ոչ ԿՊ-ին։ Էական չի ոչ ընդդիմադիր ուժին, բայց ոչ ԿՊ-ին, փաստացի ստացվում է, որ ընտրողների կեսից ավելին դեմ է այս իշխանության, հետևաբար այդ մարդիկ որոշակի հաստատություններ ունեն չարդարացված։ Այո, ոչ ես, ոչ դու չենք մտածում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի հրաշքով չի լինելու իշխանություն, որովհետև նա ամեն գնով ամեն ինչ անում էր, որ մնար իշխանության, հենց իր այդ կոշտ ռետորաբանություն նախընտրական դրա մասին էր հուշում։ Բայց հասարակության մի հատված կար, որ հավատում էր, եթե գնա ընտրի, ապա արդարություն կլինի։ Ու ինչի էր հավատում, որովհետև 18 թվին իրեն թվում էր, որ ինքն է ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Նախ ես ուզում եմ մի շատ կարևոր բան ասել, որ այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիները շատ մեծ պատրաստակամությամբ գնացել ու մասնակցել են ընտրությունների, դա յուրաքանչյուրիս աշխատանքի արդյունքն է եւ հենց այդ քաղաքացիները, ովքեր գնացել են, եւս մեկ անգամ շատ շնորհակալություն ձեզ դրա համար, որտեղ դա շատ կարեւոր է եղել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք ինչ որ իմաստով խառնել եք Նիկոլ Փաշինյանի պլանները, ու ես մի կարեւոր հանգամանք եմ նաեւ ուզում շեշտադրել, մենք շատերս հիմա անդիմադիր դաշտը առավել եւս որպես հաղթանակ փորձում է ֆիքսել եւ նաեւ արդարացիորեն ֆիքսում է այն հանգամանքը, որ Նիկոլը չունի սահմանադրական մեծամասնություն սահմանադրությունը փոխելու համար, բայց սրա հետ զուգահեռ նաև կան որոշակի ընդդիմադիր շրջանակներ, ովքեր փորձում են էլ ինչ-որ ջուրը պղտորել, ասել, որ 2015 թվականի սահմանադրությունը չլներ, ուրեմն սենց չէր լինի, ամեն ինչ լավ կլներ։ Ժան, ես ուզում եմ ասել, որ 2015 թվականի սահմանադրությունն է եւ սահմանադրական փոփոխություններն են, որ այսօր մեզ հնարավորություն են տվել սահմանափակելու Նիկոլի սահմանադրական մեծամասնության եւ սահմանադրության փոփոխության հարցը։ Եթե չլիներ 2015 թվականի նախագահի կողմից Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները, դրանք չընդունվեին, այսօր Նիկոլին անհրաժեշտ չէր լինի ձևավորել սահմանադրական մեծամասնություն, ինքը պարզ մեծամասնությամբ սահմանադրության հետ կաներ այն, ինչ ուզում է։ Հետևաբար ես ուզում եմ նախ մենք իրավական ու փաստական իմաստով հասկանանք, թե մենք ինչ կարգի երաշխիքներ ենք ստեղծել 2015 թվականի սահմանադրության ակտով եւ սահմանադրության փոփոխություններով ինքստինքյան, ու հետո հասկանանք, որ այդ սահմանադրությունը այն պետական մտածողությունը, որ դրված է եղել 2015 թվականի
իրավական փոփոխության հիմքում, ոչ թե ինչ որ մարդկանց ասելով ինչ որ մեկի համար սահմանադրություններ փոխվում, այլ փոխվում էր երաշխիքների եւ պետությունը ամրացնելու համար։ Մենք այսօր դա տեսնում ենք։ Այսօր Նիկոլին զսպող միակ բանը սահմանադրություն չփոխելը նրա արդյունքն է, որ 2015 թվականին Հանրապետական կուսակցությունը նախաձեռնել էր սահմանադրական փոփոխություններ եւ այդ փոփոխությունները հասցրել է իր ավարտին։ Փոքրիկ հաղթանակը, բայց այդ հաղթանակը յուրաքանչյուրին տա, մարդիկ ովքեր չեն ալարել, չեն վախեցել, գնացել են ընտրատեղամաս ու իհարկե իրենց գիտակցված քվեն տվել են Նիկոլի դեմ։ Սա շատ կարևոր բան է, բայց ես իլյուզիաների մեջ չեմ, դու ինչպես շատ ճիշտ նշեցիր, ես չեմ մտածում, որ մենք մի օր արթնանալու ենք ու Նիկոլը գնալու է, որովհետև ինքը այստեղ եկել է հստակ ծրագրով, հակահայկական ծրագրով, եւ այդ հակահայկական ծրագրի մեջ ունի իրենց կազմակերպիչներին, օժանդակողներին, ինքը կատարողն է այդ ամեն ինչի ու շարունակելու է կատարել, ինչպես օրինակ 2-3 օր առաջ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը իր գործատուն Եվրոպական միությունից փաստացի եկավ այստեղ ու ասաց, որ մենք գոհունակություն ենք հայտնում քո վարած քաղաքականությանը, առայն թե ինչպես ես կործանում ազգային մի պետություն, ընդ որում հանգստացրեցել Նիկոլին, ասաց նախ ջեբիդ փողը միշտ կունենաս, մենք հարուստ փորձ ունենք, մեզ էլ համեմատեց Մոլդովայի, Ուկրաինայի հետ, համեմատության արդյունքն էլ թույլ տվեք ես տենց շատ ավելի պարզ բառերով ասեմ, իմ կարծիքով այսպես էր, ասում էր, որ մենք շատ մեծ փորձ ունենք ազգեր, պետություններ, երկրներ ու հայրենիքներ վարի տալու եւ այդտեղ մեր փոքրիկ ուզուրպատորներին, բռնապետերին պահելու։ Դու էլ բացառություն չես ելնի, քո երկիրը վարի տուր մինչեւ վերջ, մեր շահերի համար, ծախի այն հատվածից եւ այնքան ինչքան որ մեզ է պետք լինելու մեր աշխարհաքաղաքական առավելությունները ընդգծելու համար ու կշարունակես այստեղ մնալ, մենք չենք նկատի ոչ քաղաքական բանտարկյալներին, ոչ որևէ ձևով ժողովրդավարության անկումը, ճիշտ է, մեր զեկույցներում կգրեն, այս անգամ էլ են գրել իրենց այս անցկացրած ընտրական process-ների մասով, գոնե իրենց նախնական գնահատականներում դա արտացոլված է եւ վարչական ռեսուրսի ոչինչ, եւ վարչական ռեսուրսի չարաշահումն են ֆիքսել եւ ատելության խոսքը իշխանությունների կողմից տարածվող, բայց ումա դա հետաքրքիր, եթե կա քաղաքական առևտուր եւ փաստորեն քաղաքական կեղծավորություն, որը հիմիկվան միակ սկզբունքն է, որը արտահանվում է դեպի Հայաստան Եվրոպայից։